Պիկնիկների, պլաստիկե, սպասքի, սուրճ, զովացուցիչ ըմպելիքների, մեկանգամյա բաժակների ու ամենակարևորը պոլիէթիլենային տոպրակների վաճառքը հունվարի 1-ից Հայաստանում արգելվելու է։ Ապրանքները սեղանին շարել, խանութ-սրճարաններին սկսում են իրազեկել շրջակա միջավայրի նախարարությունից։ Առաջին հանդիպումը սուպերմարկետների ցանցի հետ է։ Ամենամեծ շոկը նոր տարուց չի թույլատրվի անգամ կտրտվող երշիկեղենի համար այժմ օգտագործվող ափսեները։ Սա փետրապլաստի, պենոպլաստի ինքը ափսեյա եւ սա արգելված է։ Արգելքին զուգահեռ բնապահպանական գերատեսչությունը բիզնեսին փոխարինող փաթեթավորում է հուշում։ Լուսինե Ավետիսյանն օրինակ է բերում երշիկ պանիրների դեպքում Եվրոպան յուղաթուղթ է օգտագործում։ Մեկանգամյա ափսե, բաժակ, կափարիչ ձողիկների ու տարբեր չափսի տարաների համար դրանց թղթե տարբերակները։ Կափարիչները բաժակի սպորտելի իրենք նաեւ թղթից են։ Պլաստիկե տոպրակի մեջ խանութին կթույլատրվի լցնել միայն կիլոգրամով վաճառվող ձավարեղեն, ընդեղեն, կշռաչափվող միրգ բանջարեղեն այն մթերքը, որն առանց դրա սանիտարական խնդիր կունենա։ Իսկ օրինակ նույն կիլոգրամով շոկոլադը, եթե այսպես ասած թղթով է, արդեն պետք է այլ կերպ փաթեթավորվի։ Վաճառողները չեն կարողանա առաջարկել նաև գնումները տուն հասցնող ներկայիս 50 միկրոնից բարձր հաստությամբ պոլիէթիլենային տոպրակները։ Դրանց թղթե այլընտրանքը վաղուց ունեն, պնդեցին Երևան Սիթիից Տիտան, Քարֆուրից Երիցյաններ, գրեթե բոլոր ցանցային սուպերմարկետների ներկայացուցիչները։ Միայն թե մտավախություն ունեն արտադրողներն այն կթանկացնեն։ Մենք օրինակ սուպերմարկետում այս պահին երկու տոպրակներ ունենք, ինքնին 60 դրամ է, պոլիէթիլենը 50 դրամ է։ Գնային տարբերությունը այս պահին շատ չի, բայց կարող պահանջարկից ելնելով փոփոխություն գնա։ Խրախոսում որ տենց գները նախ արտադրողները չբարձրացնեն, որտեղ հիմա պահանջարկը եթե բարձրանա, իրանք կարողանան գներ սկսեն կրակել, որ վերահսկողություն կոնելի, վերահսկողություն լինի, որ գները ինքնին չբարձրացնեն։ Օրվա առևտրին թղթի տոպրակը կդիմանա ամանորի կամ օնլայն մեծ գնումների ժամանակ ինչ անեն պատվերների համակարգը հիմա ապրանքի քաշից ու ծավալից կախված պլաստիկե տոպրակ է հաշվում։ Միշտ տոպրակով պետքա բերի առաքիչը։ Փաթեթավորման նոր պահանջները ապրանքի գների վրա ինչքան էլ ազդեն, պարզ է վերջում սպառողի գրպանից է գնալու։ Այնպես որ տնտեսվարողները տեղում վստահեցրին, պահանջում եք, կանենք։ Մենք երկու ձեռքով օքեյ ձեր հետ ենք, բայց նաև այդ ժամանակն է պետք, որպեսզի հասարակությունն էլ սովորի դրան։ Հաճախորդը գալիս է պարտադրում, որ ես պլաստիկ եմ ուզում, ինձ տվեք, որտեղ ես դա տանում եմ, աղբի տոպրակ եմ օրինակ դարձնում։ Ուշադրություն, աղբի սև վերամշակված հումքով տոպրակների վաճառքը չի արգելվում։ Օրենքն ի դեպ չի արգելի նաև, որ սպառողն իր ցելոֆանով խանութ գնա։ Մարդիկ հիմա մի ձիգ տոպրակով 10 անգամ առևտրի են գալիս, դա էկոլոգիապես ավելի ձեռնտու չէ, քան թրջվելուց փչացող թղթե տոպրակը հարցրին։ Թղթի տոպրակը երկրորդ անգամ չեմ կարծում, որ հնարավոր է օգտագործել։ Թուղթը միակ այլընտրանքը չէ, կա նաև կտորի տոպրակի տարբերակը։ Բնությունը պլաստիկով չթունավորելու կոչը շրջակա միջավայրի նախարարությունում իրենցից են սկսել։ Միջանցքի թափոնամանները տեսակավորվող են, տան համար առևտրի գնալիս փորձում են խանութից ցելոֆան չվերցնել, անկեղծանում է փոխնախարար Մկրտչյանը։ Մեր հետ տարանք առևտուր անելու կտորից պատրաստված տոպրակ եւ որևէ, այսպես ասած, շատ արտարոց բան մեր հետ տեղի չունեցավ, առևտուրը բարեհաջող կարողացանք իրականացնել։ Որքան էլ բարդ երկիրը սկսել է Եվրամիության հետ ՍԵՊԱ համաձայնագրով ստանձնած պլաստիկե թափոնների կրճատման քաղաքականությունն ու ծրագիրն առաջ է տանելու։ Դեն նետվող ցելոֆանե տոպրակ, պոլիէթիլենային շիշ թե այլ տարա, աղբանոցներում այրվում, թունավորում են օդն ու հողը, հետո զարմանում ենք, որտեղից երկրում այսքան քաղցկեղով հիվանդ։ Այդ ամենի դեմ պայքարի վճռական փուլ ենք մտնում, հայտարարում են։ Տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը մուտք գործում շուրջ 14 տոննա պլաստիկի արտադրանք եւ ցավոք դրա չնչին մասն է միայն վերամշակվում 2%-ը։ Սրանք անհանգստացնող թվեր են եւ այս օրենքի ընդունումը, այս սահմանափակման կիրառումը քայլ է, որպեսզի մենք նվազեցնենք, էականորեն նվազեցնենք պլաստիկի թափոնները։ Նոր կանոններին հարմարվելու համար բիզնեսը մինչև տարեվերջ ժամանակ ունի, իրազեկումները կշարունակվեն։ Հերմինե Բաղդասարյան, Արտակ Գևորգյան, լուրեր։